Մեղքի վարձը մահն է, հոգևոր, մտավոր եւ վերջապես ֆիզիկական։ Հոգևոր մահը սարսափելի բան է, որ դու ուտում ես, քայլում ես, ժպտում ես, զվարճանում ես, բայց դու իրականում գոյություն չունես նրա համար, ով խաչվել է քեզ համար։ Մեռած ես իր համար։ Ֆիզիկական մահից վտանգավոր է սա։ Մտավոր մահը ավելի ցավալի է, որովհետև մարդը չի կարողանում գեղեցիկը տեսնել, դրա մասին մտածել, այլ միշտ չարությամբ, կասկածանքով, ատելությամբ դիմացինի մասին է խորում։ Եվ այս ամենը քեզ բերում է ֆիզիկական մահվան, իսկ ֆիզիկական մահն էլ վերջում, եթե դու Քրիստոսով ննջած չես, դառնում է հավիտենական մահ։ Դրա համար Հիսուսը ասում է՝ դուք մի վախեցեք այն մարդկանցից, ովքեր կարող են ձեր մարմինը սպանել, այլ դուք վախեցեք Աստծուց, ասում է, որ թե ձեր հոգին, թե ձեր մարմինը կարող է կրակի բաժին դարձնել։ Սա ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական մահը մեզ համար։